Բակումյան ձեր նախորդ հարցերը կապված հարցեր առաջացան, որ խնդրեն նորից պարզաբանել։ Նախ ուժեղ Հայաստանը չգրանցելու մասով դուք ասացիք, որ եթե փաստաթղթերը ծերի ներկայացնեն եւ այլն, բայց այս բանին արդեն այսպես նախադրյալներ են ստեղծում, որ այսի օրենքի որոշակի կետերի հողում անելով եկուս ձեր միջոցով դիմեն դատարան եւ չգրանցեն, այլ մենք դա ենք ուզում հասկանալ, թե որ պայմաններում է հնարավոր խախտում գրանցվի եկուս նախնական քարոզարշավի շրջանում կամ այլ ընթացքում, հատկապես վերջին նախագահի ստորագրված հրամանագիրը նկատի ունեմ, որ եթե ապիլացված բարեգործություն լինի, որը ընկերություն որ ապիլացն է տվել ուժի հետ բարեգործություն գնահատի դա, հնարավոր է, որ դիմենք դատարան եւ գրանցեք կամ երեք գրանցումը, այսինքն չգրանցեք կամ երեք գրանցումը, խնդրում սա պարզաբանեք քայլերը, գյուղի երկուսի մասով, որ գործընկերս հարցրեց, դուք էլ ասացիք, որ դա քաղաքական խոսույթ է, բայց ուզում եմ հասկանալ այդ քաղաքական խոսույթը վերջին ընտրական հաշվարկի եւ քվեների ձևով ոնց է կիրառելու կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը, եթե քաղաքացիները տվեցին X% ձայն դիմությանը եւ Y% ձայն ԿՊ-ին եւ այդ X%-ը հանրագումարով ավելի մեծ եղավ, քան ԿՊ-ի Y%-ն է։ Այդ դեպքում օրինակ ինչ անելու, ձեզ ասել է, որ այլ կերպ հաշվեք հին ու բարի Մուկուչյանի տեխնոլոգիաներն է կիրառելու, թե ինչ անելու, հիմա նոր Մուկուչյան երկուս է ուզում անել, Գյումրի երկուս անելու շրջանակներում, թե ոնց երկուս ցույց տալու։ Ու մեկ էլ այս որ սկզբից ներկայացուցիք դեր հանրական օրենքի փոփոխությունները, ես դա չհասկացա, վերջը դա վարչական կամ նիմանից ուժերի օգին է դնելու, թե ԿՊ-ի հետ փոշի որ դնում այդ մանդատները ինչ-որ 52%-ից ավելին, պակասին կամ շեմը չհասկացեն, այստեղ մի քիչ դա չհասկացա, մանիպուլյացիա կա, թե կամ կոպիտ ասած որտեղ եք մեզ գցում, խնդրում եմ ասեք այդ միությունը վերջի շահելով դրանից, թե ուժերով։ Պարոն Մակարյան, հասկանում եք հարցը տալ եւ հարցում ներառել վիավորանքներ, կարծում եմ որը մեկին պատի չի բերում։ Չէ։ Տեսեք, հարգելի լրագրողներ, հաշվի առնելով, որ ես երկար տարիներ այդտեղ նստած եմ եղել, որ այդտեղից եմ հետո եկել այստեղ։ Ասենք դուք ձեր հարցի մեջ վիավորանք ակնարկ իմ նախորդ գործընկերոջ պարոն Մուկուչյանի հասցեին։ Պարոն Մակարյան, քաղաքական գործիչների ով ինչ է ասել, հիմա դուք այստեղ հարց եք ընչեցնում, ձեր հարցում եք դա դնում, դուք եթե դուք ազգային ժողովի ամբիոնից որպես կամ այլ վայրում քաղաքական հայտարարություն, դուք հարց եք հնչեցնում, ոնց որ թե քաղաքական հայտարարություն չէ, ես ասում եմ, որ հարցում վիավորանք հնչեցնել իմ նախորդ գործընկերոջ հասցեին, մի հատ էլ այդ վիավորանքը փաթեթավորել եւ վերագրել օրինակ ինձ, դա հասկանում եք, դուք կարող եք դա անել, որովհետեւ կա խոսքի ազատություն եւ դուք կարող եք վիավորանք էլ հնչեցնել պետական պաշտոնյաների հասցեին, այդ թվում նախկին պաշտոնյաների, բայց դա կարծում եմ ճիշտ չի եւ դա պատիվ չի բերում լրագրողի մասնագիտությանը, ես դա ասում եմ որպես նախկին լրագրող։ Հիմա պատասխանեմ ձեր մյուս հարցին։ Ասում եք, պարոն Մակարյան, խնդրում եմ իմ այդ բանավեճի մեջ չմտել, հարցը տվել եք, լսեք, ես հանգիստ լսում եմ ձեր հարցը, այդ թվում վիավորանքները։ Եվ դուք ասում եք չհասկացաք, ես կներեք, ես դրա համար պատասխանություն չեմ կրում։ Դուք կարող եք բացել ընտրական օրենսգիրքը, այնինչ որ ես ասում եի գրված է ընտրական օրենսգիրքում։ Եվ ընտրական օրենսգիրքը չի ընդունվում ընդդիմության կամ դիմության, այսպես են կարիքները սպասարկելու համար։ Ընտրական օրենսգիրքը ընդունվում է ընտրությունները կազմակերպելու համար։ Եվ ընտրական այն ինչ որ ես ասացի, ընտրական օրենսգիրքում կարող եք բացել նորից եւ նորից ընթերցել, մի քանի անգամ վերընթերցել եւ ձեր հետեւությունները անել։ Դուք ասացիք քաղաքական ուժ, որին չգրանցել, չգիտեմ, հիմքեր, ես կրկնում եմ նորից, եւս մեկ անգամ։ Քաղաքական ուժերի գրանցումը կարգավորվում է ընտրական օրենսգրքով։ Չի կարգավորվում քաղաքական խոսույթով, չի կարգավորվում լրագրողի
հնչեցրած հարցադրմամբ կամ որևէ, ասես ենք, հասարակական ակտիվություն ունեցող սուբյեկտի, ասես ենք, ներքին մտավախություններով։ Ընտրական օրենսգիրքը շատ հստակ է, թե ինչ է անհրաժեշտ քաղաքական ուժի, տվյալ դեպքում կուսակցության կամ կուսակցությունների դաշնի գրանցման համար։ Փաստաթղթերը ներկայացվում են, քաղաքական ուժը գրանցվում է։ Չի ներկայացվում, չի գրանցվում։ Քաղաքական ուժը գրանցվելուց հետո պարտավոր է պահպանել ընտրական օրենսգրքով սահմանված կարգը, որովհետև արդեն գրանցված քաղաքական ուժերը պիտի գործեն ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչության պայմաններում։ Քաղաքական ուժը իր գործունեությունը այդ ընտրական օրենսգրքից դուրս դնելու դեպքում ինքն էլ կրելու է պատասխանատվություն։ Պարոն Մակարյան, քաղաքակրկնում եմ, քաղաքական գործիչները ազատ են իրենց հայտարարությունները անել, իրենց գնահատականները տալ, իրենց ակնկալիքները հնչեցնել, իրենց մեղադրանքները, չգիտեմ, ցանկացած ինչ արգելված չի օրենսդրությամբ իրենք ազատ են հնչեցնելու։ Դա ընտրական օրենսգրքի գործունեությունը դրանով չի փոխվում։ Ընտրական օրենսգիրքը գործում է, գործելու է։ Եվ եթե կունենանք ընտրությունից հետո կունենանք արդյունքներ, որտեղ չենք ունենա մեծամասնություն, այդ ժամանակ կսկսվի կոալիցիաների կազմավորման գործընթացը։ Եվ այն ինչ որ չկրկնեմ, այդ նույն գործընթացը։